Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունիսի 30-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք Հայաստանի իրադարձություններից, որովհետև բարձրաստիճան հյուր ունեինք Եվրամիությունից, անդրադառնանք այդ թեմայից։ Ես այստեղ եմ հստակ ուղերձով, Եվրամիությունն ու Հայաստանն այսքան մերձ չեն եղել, որքան հիմա։ Այս մասին ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության գծով բարձր հանձնակատար Կայա Կալասը Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Այսօր մեր կողմից համատեղ տրվեց Հայաստան Եվրամիություն անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը։ Մենք աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, հիմք ընդունելով ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները։ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը կարող են ճանապարհ հարթել տարածաշրջանում տևական խաղաղության համար, ասել է Կալասը։ Հիմա նայենք, այն ինչ որ վերաբերվում է անվտանգության եւ արտաքին քաղաքականությանը, իհարկե շատ դրական է, բայց հաշվի առնենք, որ ընդամենը խոսքը գնում է խորհրդակցությունների ձևաչափի մասին է, այսինքն հարցը վերաբերում է նրան, որ հիմա սկսում են այդ խորհրդակցությունները թե ինչ անել, իսկ աշխարհում դեպքերը զարգանում են չափազանց արագ։ Տեսնում ենք նաև մեր տարածաշրջանը ինչ է կատարում, մի օր չհետևես կարող է լրիվ իրավիճակը փոխվի։ Եվ այս պարագայում սա զուտ, այո, դրական է, բայց ընդհանրապես խորհրդակցությունների մակարդակով, որովհետև մեզ համար շատ կարևոր է պատկերացնել, որ այո, Եվրամիության հետ նաև կարելի է անվտանգային հարցեր քննարկել, Եվրամիությունը ինքը ցանկանում է անվտանգության հարցեր լուծի եվրոպական տարածաշրջանում, այսպես, բայց միևնույնն է դեռ մինչև հիմա ինքը չի մտածում, որ դա կարող է անել առանց Միացյալ Նահանգների։ Ինչ որտեղ մրցակցություն է, ինչ որտեղ Միացյալ Նահանգների պարտադրանք, որ դուք էլ արեք, ինչ որտեղ իրանք հասկանում են, որ դա անհրաժեշտություն է, իրանք էլ ունեն, բայց դեռ իրանք գործում են միասնական եւ դրանից է կախված, որ մտածում են, որ մշտապես պետք է մտածել ուղիղ աշխատել, թե Միացյալ Նահանգների հետ, թե Եվրամիության հետ։ Ու սա ընդամենը այս այցելությունը այնպես չի, որ եկավ ու մենք ուղիղ աշխատում ենք, որովհետև նույն ձևի այցելություն անցյալ ամիս եկավ Սերգեյ Լավրովը, եկավ մերոնց վրա խոսած, եկավ դիտողություններ արեց, դուք եք արել սա, Հայաստանի արտաքին գործերի նախարարն էլ կանգնեց ու ասեց, մենք Եվրոպայի ուղղությամբ ոչ օրակարգ ունենք, ոչ էլ դիմում ենք գրել, ոչ էլ ընդհանրապես բանակցություններ ենք վարում։ Բայց այսօր երբ որ գալիս է Կայա Կալասը, ասում են մենք ողջունում ենք, մեզ էս ենք անում, մի հատ էլ ասում են Լավրովին ասում են մեր գործերին մի խառնվի։ Այնպես որ ուզեմ ասեմ, տառապանքներս փորձ ունի, էլի մենք գիտենք ոնց է։ Եվ մենք էլ գիտենք, որ Հայաստանի այդ նույն պատվիրակությունը վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ գնում է Թուրքիա եւ ինչեր են պայմանավորվում։ Ուզեմ ասեմ, որ սա որպես քայլ կարևոր է մանավանդ, բայց երբ որ Կայա Կալասը սկզբից գնաց Ադրբեջան, ընդ բաներ պայմանավորվեց, որ դա նաև լավ չընդունվեց, բա ոնց հասկանանք, Հայաստանն էր շահագրգռված դեպի Եվրամիություն գնալ, այնպես որ այսօր դեպի Եվրամիություն գնալու հետ կապված, եթե մենք առարկայական քայլեր չենք անում, ուղղակի sense show ենք անում, տեսեք, որ մենք գնում ենք, որովհետև եկավ, խոսեցինք, քննարկեցինք, մարդկանց գլխի տակ փափուգ տնելու համար։ Արդյունքում էլի մենք ստացվելու է այնպես, որ միջնորդավորված ենք հարաբերվելու Եվրամիության ու Միացյալ Նահանգների հետ։ Այդ միջնորդը լինելու է Թուրքիան, որովհետև հենց Նիկոլ Փաշինյանն է կողմնակից դրան, այնպես չի որ նրանք դա պարտադրում են։ Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ դա տեղի ունենում։ Իսկ այդ դեպքում իրանք ինչի դժգոհ լինեն, որ հիշենք, որ երբ որ 2022 թվականին Պրագայում Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, հետո կանգնեց նույն Եվրամիության անվտանգության եւ արտաքին քաղաքականության գծով բարձր ներկայացուցիչը Ժոզեֆ Բորելն էր այն ժամանակ, զարմացած ասեց Հայաստանի իշխանություններից Փաշինյանը միակն էր, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Իսկ Փաշինյանն ասում էր ին վրա միջազգային հանրությունից ճնշում են, որ նշաձող միջացնենք։ Մեռանք ասելով, կարող եք ասել ով էր ճնշում։ Մեկի անունը տվեք, որի ճնշումը այդքան որոշիչ էր, որ դու դա պետք է անեիր։ Այն դեպքում, երբ որ դա արել ես, այդ ճնշողները զարմացել են։
ասում են, բայց մենք sense բան չենք ասել, չենք էլ սպասել, որ ինքը կհամաձայնվի։ Մինչև այսօր չենք գտնում, որ Արցախի հարցը փակված է։ Ուզեմ ասեմ, սա մենք իմանանք, որ նրանք, ովքեր հիմա ոգևորված կասեն, տեսեք ինչ ենք անում, գիտեք ինչ եք անում։ Մի բարդ բան չի։ Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ համատեղ ասուլիսին արտաքին գործերի նախարար Արադ Միրզոյանն անդրադառնալով ադրբեջանական կողմի պահանջին փոխել սահմանադրությունը հայտարարել է։ Սահմանադրական փոփոխությունների մասին մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ սա բացառապես Հայաստանի ներքին օրակարգն է։ Էդ էլ դրա հետ համաձայն չեմ, որովհետև դա Հայաստանի ներքին օրակարգն է, Նիկոլ Փաշինյանը չպետք է գնար հարցազրույցի եւ ասեր, եթե սահմանադրությունը չփոխենք, ցլերը երկու կողմից կհավաքվեն, ինքն է կարմիր զգեստով էր։ Այդ մեկ։ Երկրորդ, վերջերս ինքը չասեր սահմանադրությունը պետք է փոխենք հաշվի առնելով ռեգիոնալ քաղաքականությունը։ Այո, մենք պետք է քաղաքականությունը հաշվի առնենք, մեր սահմանադրությունը փոխենք։ Ոչ թե այդ քաղաքականությունը պետք է համապատասխանի մեր սահմանադրությանը, այլ մեր սահմանադրությունը պետք է համապատասխանի այդ քաղաքականությանը։ Այսինքն այդ աբսուրդները մենք լսել ենք, էլի, երբ որ հիմա սա ասում է, դա ուղղակի ասում է, բայց մենք փաստ ունենք, չէ՞։ Իրանից ավելի բարձր պաշտոնյայի հայտարարություն։ Լավ, ընդունենք ինքը սենց ասում, ընդունեցինք։ Մեր ներքին օրակարգն է։ Միրզոյանը նշել է, որ իշխանությունները սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին խոսել են դեռ 18 թվականից։ Ըստ ամենայնի հաջորդ ընտրություններից հետո արդեն ձեռնամուխ կլինենք այդ փոփոխություններին։ Այն ասպեկտով, որ ադրբեջանական կողմն է դնում հարցը։ Ես պետք է ասեմ հետևյալը, եթե Ադրբեջանի մտահոգությունները անկեղծ են եւ նրանք անկեղծորեն տեսնում են խնդիրներ իրենց տարածքային ամբողջականության հետ կապված մեր սահմանադրության մեջ, ապա այդ մտահոգությունները փարատելու ամենաուղիղ ձևը խաղաղության պայմանագիր ստորագրելն է, նշել է արտգործ նախարարը։ Միրզոյանը դա պարզաբանել է հետևյալ կերպ. մենք ունենք պայմանագիր, որտեղ գրված է, որ ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը համաձայն այն սահմանների, որը մեր երկու երկրների միջև գոյություն է ունեցել խորհրդային միության փլուզման պահին։ Հիմա այս ձևակերպումը ստորագրելուց հետո պայմանագիրը պետք է գնա սահմանադրական դատարան, վավերացման ընթացքում, եթե մեր սահմանադրական դատարանն ասում է, որ սահմանների վերաբերյալ այս ձևակերպումը չի հակասում մեր սահմանադրությանը, հարցը լուծված է։ Միևնույն ժամանակ Միրզոյանը նշել է, որ մեր սահմանադրությունը չի պարունակում որևէ բան Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ։ Հետևաբար կրկին մենք կարծում ենք, որ սա որևէ կերպ չպետք է լինի նախապայման խաղաղությունը վերջնականացնելու պայմանագիրը ստորագրելու համար։ Հիմա համարենք, որ դա շատ հիմնավոր է, ու այս շատ հիմնավոր հայտարարությունը արտաքին գործերի նախարարը որ ասում է, պարբերաբար ներկայացվում է, հիմա լսում ենք, ասում ենք, դե ճիշտ է ասում էլի, բայց չեք կարողանում բանակցությունների ժամանակ ձեր պարտներին դա բացատրել։ Նա չի հասկանում, թե նա չի ուզում հասկանալ եւ պատճառ ունի, որ չուզենա հասկանալ, որովհետեւ չի ուզում գնա խաղաղության։ Այսինքն դուք հիմա սա որ Հայաստանի Հանրությանն ասում եք մենք ավարտել ենք քննարկումը, մնացել է ստորագրելը, մենք պատրաստ ենք։ Ստորագրել Ադրբեջանը պատրաստ չի։ Ադրբեջանը դնում է նախապայման, մենք ասում ենք քո նախապայմանը հիմնավոր չի, բայց չեք կարողանում հիմնավորեք, որը ինքը իր համար դառնա հիմնավոր։ Բայց ինչով եք զբաղված։ Եթե այդքան քարը ծակող անցնող հիմնավորվածությամբ ներկայացնում եք, որ հայկական դիրքորոշումը այսպես ճիշտ է։ Դե անցկացրեք նրա հետ ու հետ բանակցում եք։ Բասմեք ժողովուրդ ջան, հանգիստ եղեք, մենք խաղաղության ենք գնում։ Որևէ խնդրեմ չկա։ Այն ինչ որ մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք, դա մեզ խաղաղություն է երաշխավոր։ Նիկոլ Փաշինյանը չի ասում, պատերազմ չի լինելու խաղաղություն է։ Ինչի վրա է հիմնված քո վստահությունը։ Մի Ադրբեջանի, որը այսքան հիմնավոր բանը չի ընդունում։ Բա պատճառ կա, չէ՞ որ չի ընդունում։ Որտեղ իրան խաղաղություն պետք չի։ Իրան պարզապես հարմար պահա պետք իմանա երբ իր քայլերը անի։ Ոնց որ հարմար պահեր մանգալի Իսրայելը Իրանին հարվածելու։ Հետո Խոստովանում 15 տարի է պարապել դրա ուղղությամբ 14։ Ոնց որ հարմար պահեր մանգալի Ամերիկան 15 տարի աշխատում էր այդ ծրագրի վրա։ Ոնց որ հարմար պահեր մանգալիս Ուկրաինան Ռուսաստանի տարածքում իր դրոնների արտադրություններ դնում։ Ոնց որ Իսրայելը Իրանի տարածքում։ Այդ բոլորը բանակցում են, խոսում են հարմար պահը մանգալու համար։ Բայց դրա համար մենք ասում ենք, ձեր ասածը չի տանում խաղաղության։ Որտեղ եթե այդքան համոզիչ էր, դե ապացուցեք, որ համոզիչ է, բան չի այդ համոզիչը համոզվում Ադրբեջանը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, Հայաստանի ղեկավարության հայտարարությունները վկայում են, որ միտումները զարգանում են բազմավեկտոր համատեքստում։
ՀՀ վարչապետը վերջերս հայտարարել է, որ շուտով կանցնի Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջև իր ժամանակահատվածը։ Հայաստանի ղեկավարությունից ինչ-որ մեկը հայտարարել է, որ մոտ ապագայում անհրաժեշտ կլինի վերջնականապես որոշում կայացնել ՀԱՊԿ-ի վերաբերյալ։ Մենք որևէ ճնշում չենք գործադրում Հայաստանի իշխող շրջանակների վրա։ Մենք կսպասենք այս բոլոր հարցերի շուրջ պարզաբանումներին, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ եթե Հայաստանը հրաժարվի իր դաշնակիցներից, իր ամենամոտ գործընկերներից, իր հարևաններից, քիչ հավանական է, որ դա օգուտ բերի հաջողոտին, նշել է արտգործնախարարը։ Հիմա հարցը կայանում է նրանում, որ Լավրովը ասում է, որ Հայաստան կողմնորոշվի, երբ որ դու ասպես կգա պահը մենք կկողմնորոշվենք, դա մեզ ձեռք չի տալի։ Պահը հիմա կողմնորոշվի, եթե մեզ հետ չես, մենք իմանանք մեզ հետ չես, եթե մեզ հետ ես, իմանանք մեզ հետ ես, բայց նույն բանը մեռանք 100 անգամ ասելով, կողմնորոշվի ասա, քայլ արա դեպի Եվրամիություն։ Եթե ասում ես Եվրամիություն, եթե քայլ անեմ, պրոբլեմ կունենամ ԵԱՏՄ-ի հետ կապված եւ Ռուսաստանի հետ կապված, դրեք առարկայական հետները խոսացեք, ասեք մենք ընդառաջ քայլն արել ենք, օրենքն ենք ընդունել, պատրաստ ենք ձեր ուղղությամբ քայլ անել, բայց որպեսի պրոբլեմ չունենանք, երկիր պետք է պահենք, պատասխանատվության խնդիրը, դե օգնեք, որպեսի կարողանանք այդ վտանգը չեզոքացնենք։ Բայց այդ ուղղությամբ բան չեք անում, եթե կանգնում ասում եք, գիտես, Լավրովի ներկայությամբ կանգնում ասում եք, մենք բանակցություն չենք վարում, Հայաստանը տենց օրակարգ չունի Եվրամիություն գնալու։ Բայց դրամ էլ Ռուսաստանը հիմա դեմ է տալիս, ասում է որոշեք։ Հիմա որոշեք, չենք թողում հետո որոշեք։ Դե որոշեք։ Այդ ժամանակ կհասկանանք, որ իրական քայլեր եք անում դեպի Եվրամիություն։ Ոչ թե ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի ասած բալանսավորված քաղաքականությունը, որի բալանսը տենց էլ չտեսանք։ Բալանսավորվածը նա է իր խաղաղության սլակները, ոնց որ ասում են բոլոր ուղություններով։ Ցույց տվեք ուժերին, ինքը նրա ոտերի տեղը գիտի։ Գնա անգնի ոտերը, պրոբլեմ չկա։ Էսա։ Այդ դրա համար Ռուսաստանը պահանջ, իսկ այն Ռուսաստանը, որ այսօր, ինչպես տեսնում եք, Ադրբեջանը լավ էլ խիստ լարվել է Ռուսաստանի հետ, ու այնպես չի որ պատճառ չկար, բայց պատճառը լավ էլ ուրացրեցին։ Ուրիշ ժամանակ Ադրբեջանն ու Ռուսաստանը լավ էլ լեզու գտնում են։ Ռուսաստանի տարածքում եթե մեկը հանցագործություն արի, նրան բռնել են։ Նույնիսկ եթե մարդազոհ է։ Ադրբեջանը այդտենց որ խառնվել էր իրար, չգիտես ինչեր էր անում։ Այսինքն ինչա Ռուսաստանի տարածքում ուրիշ ազգից հանցագործ չի լինում, կամ առաջի դեպքն է որ ադրբեջանցի հանցագործը անում, բայց չէ, դա ցույց տվեցին, որ կոնկրետ ազգի դեմ քայլերը, պատասխան քայլն էլ արեց Ադրբեջանը, այսինքն ինքն էլ սրեց։ Հետո Ռուսաստանը նրա դեսպանին կանչեց, որպեսզի մի հատ պարզաբանումներ ստանա, թե այս ինչ է անում, որտեվ կոնտակտի չեն գնում։ Նույն հաջողությամբ Ադրբեջանը նաև սրում է Իրանի հետ կապված։ Էդ էլ է հարց առաջանում։ Իմ տարածքը չի օգտագործվել, բայց ինչ եք անում, այդ ինչ եք խոսում, արևմտյան Ադրբեջան չկա, այդ ինչ եք մեր դեմ դուրս գալի, ընդգծված ինչի համար է դա արվում, որտեվ ինքը ծրագիր ունի, ինքը հասկացավ, որ այսօր շատ ավելի կարևոր է Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Իսրայելի հետ գործընկերությունը շարունակել, որտեվ տեսավ, որ նույնիսկ երբ որ Իսրայելը հարվածեց Իրանին ու փաստի առաջ կանգնեց, շատ ծանր հարվածներ պատասխան կերավ, ինչքան էլ ուզում ցույց տար, որ պրոբլեմ չկա, ինչը պրոբլեմ չկա, ավերում են երկիրը։ Եվ այդ ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները խառնվեց եւ այդ ամեն ինչը կանխեց, Ադրբեջանը արդեն մտածում է, որ եթե նույնիսկ ասում է, որ իր տարածքը չեն օգտագործել Իրանին հարվածելու համար, միևնույնն է համարում է, որ իր համար լավագույն գործընկերը Իսրայելն ու Ամերիկան են։ Եվ դրա համար ընդգծված ձևով Ռուսաստանի դեմ է դուրս գալի։ Ընդգծված ձևով Ռուսաստանի դեմ է դուրս գալի, Իրանի դեմ է դուրս գալի, Հայաստանից էլ ընդգծված ձևով պահանջներ ներկայացնում։ Մենք էլ դա դիտարկում ենք, որովհետև այդ նույն փաթեթի մեջ որովհետև Ռուսաստանի ասել ենք Ռուսաստանի չենք հրաժարվելու, Իրանին էլ պաշտպանել ենք, Իսրայելին դատապարտել։ Բայմի չեք տեսնում այդ Ադրբեջանի ակտիվությունը ինչով է պայմանավորված։ Ինքը տեսավ, որ տարածաշրջանում փոփոխություն է կատարվում, փոփոխության ժամանակ ընտրեց ուժերի կողմը անցնելը, որովհետև ինքը հավասար մանևր էր անում Ռուսաստանի հետ, Իրանի հետ, Ամերիկայի հետ, Իսրայելի հետ։ Եթե Ամերիկայի հետ ոչ ուղիղ, ապա գոնե միջնորդավորված Թուրքիայի միջոցով եւ Իսրայելի միջոցով։ Այն դեպքում, երբ որ Թուրքիան Իսրայելի հետ չունի, երկու պատոհանն էլ օգտագործում էր Ադրբեջանը։ Հիմա սա է հարցը։ Մենք հիմա պետք է հասկանանք, չէ՞, մեր շուրջ ինչ է կուտակվում այս կարիքի քայլերով։ Այո, Ռուսաստանին պետք է հանել, միանշանակ, խոսք չկա, բայց պետք է հանել ոչ թե Թուրքիա գնալով, պետք է հանել Եվրոպա գնալով, պետք է հանել ուղիղ աշխատելով Ամերիկայի ու Եվրամիության հետ։
Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի փոխնախագահ Կոստանտին Զատուլինը կարծում է, որ Ադրբեջանը երբեք չի եղել Ռուսաստանի ռազմավարական գործընկերը։ Երևի ինքը չի կարդացել 2022 թվականի փետրվարի 22-ի ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, որի փոխադարձ պարտավորությունները ավելի ծանր էին ու ագիվելի հագեցած, քան Հայաստանի հետ մեծ պայմանագիրը, որոնք մենք ռազմավարական դաշնակից ենք համարում։ Խորհուրդ կտանք Զատուլինը կարդա։ Հայ բնակչությունից Ղարաբաղի մաքրումից հետո Ադրբեջանը դադարել է հաշվի առնել Ռուսաստանի արձագանքը։ Դրանից հետո Ադրբեջանի ղեկավարության մոտ վերացել է Ռուսաստանի հնարավոր բացասական արձագանքին սպասելու նման գործողությանը Ռուսաստանի միջամտությունից զգուշանալու առիթը։ Ռուսաստանի հետ հատուկ հարաբերությունների անհրաժեշտությունը դադարել է էական լինել։ Իհարկե Կոստանտին Զատուլինի հետ կապված Հայաստանը վերաբերմունքը միանշանակ չի, որոշ մարդիկ կան, որ ասում են Հայաստանի լավ բարեկամն է, ես չեմ պատկերացնում, թե Հայաստանի ոնց է լավ բարեկամ։ Ես չգիտեմ, եթե ինչ որ հարցի հետ կապված ինքը կարծիք է հայտնում, դա կարելի է համարել Ռուսաստանի պարագային, որտեղ որոշում կայացնողը մի մարդ է։ Կողքից եթե մեկը ենթադրենք մի ուրիշ բան ասեց ինչ որ հարցում, նա կարա որևէ բան անի Պուտինի քաղաքականությանը դեմ։ Եթե դուք մտածում եք, որ մեկը կարող է մի հատ սիրուն խոսք ասի, բաժակաճառի նման գնաք խաթրն առնեք, չգիտես ինչ անեք, ասեք, տեսեք, հետո աշխատանք ենք տանում։ Նրա ասածը ինչ կշիռ ունի իր երկրում որ։ Բայց լավ, հարցը դա չի։ Հիմա ինքը ինչ է անկեղծ խոստովանում, որ քանի կար Ղարաբաղի խնդիր, այդ դեպքում կար Ռուսաստանի դերակատարության կարևորություն։ Հենց որ իրանք վերցրեցին սկուտերի վրա Ղարաբաղը տվեցին Ադրբեջանին, այդ դեպքում արդեն Ադրբեջանը այլևս Ռուսաստանի կարիքը չունի, բայց հարցը ցակում, բայց եթե Ադրբեջանը, որը նվեր է ստացել Արցախը, Ռուսաստանի կարիքը չունի, բայց Կոստանտին Զատուլին, եթե դու Հայաստանի բարեկամ ես, քեզ համարում ոչ բարով, բան չի չես ասում, որ Հայաստանը արդարացիորեն պետք է թքի Ռուսաստանի ճակատին, եթե Ադրբեջանն է թքում, Հայաստանը բա ինչ պետք է անի։ Բայց դուք մուննաթ եք գալի, նեղանում եք, թե Հայաստանը դավաճանում է իր գործընկերոջը։ Դուք ինքներդ հիմա խոստովանում եք, որ այդ կոնֆլիկտը Ռուսաստանին պետք էր երկուսի վրա հավասարապես ազդեցություն ունենալու համար։ Հիմա երբ որ արդեն ինքը անցել է Ադրբեջանի կողմը, Ադրբեջանը էլ սպասելիք չունի Ռուսաստանից, հիմա Ռուսաստանին հաջողություն է մաղթում, որպեսզի արևմուտքի հետ աշխատի։ Դու Հայաստանին որպես քո ռազմավարական դաշնակից չգցեիր։ Բայց հիմա էլ ինչ բարոյական իրավունքով այս նույն Զատուլինի ասածը ինքնախոստովանություն է, չէ՞։ Ուրեմն Հայաստանից դուք որևէ պահանջ պետք է որ չունենայիք, էլի, բայց երես չունեք, էլի պարզման նորից էլի պահանջ ունեք։ Եվ վատը նա է, որ մեր իշխանությունները կոշտ ձևով իրանք չեն պահում։ Հրապարակային մի երկու բան ասել է, կոնկրետ քայլերի մասին է խոսքը։ Կոնկրետ առարկայական քայլեր, որը մենք չենք տեսնում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջան կմեկնի հուլիսի 4-ին մեկօրյա այցով։ Էական չի ինչ տնտեսական ֆորումի է մասնակցելու, որովհետև հունիսի 20-ին, երբ որ Նիկոլ Փաշինյանը գնաց, դա ինձ մի օր առաջ Ալիևը գնացել էր, ասել էր, որ ինչա պահանջում Նիկոլ Փաշինյանից, Էրդողանը, որ այդ բոլոր պարտավորությունները ինքը արդեն Հայաստանի վրա դներ, Նիկոլ Փաշինյանը պատրաստական գնար մի բան էլ ավել առաջարկեր, քան իրան դա կասեին, դե դա բնական է, Հայաստանի ղեկավարության մոտ միշտ տենց լնում է։ Նույն եղել է նաև Սերժ Սարգսյանի ժամանակ, որ իրան չէին ասում մտի մաքսային միություն, ասում էին ուղղակի Եվրամիության այդ ասոցիացիան համաձայնագիր մի ստորագրի, գլխապատառ գցվեց գնաց մաքսային։ Մեր մոտ դա ընդունված է։ Հա, ուզեմ ասեմ, բան այլ այնպես պատմություն կա դրա ուղղությամբ, բայց խնդիրը որն է։ Քայլերի հաջորդականությունը։ Ալիևը հանդիպեց, իր պահանջները դրեց, Էրդողանը այդ պահանջները դրեց Փաշինյանի վզին, Փաշինյանն էլ իր ասելիքն ասեց։ Հիմա Էրդողանը կգնա Ալիևի հետ կհանդիպի, այդ ամեն ինչը կճշտեն, հաջորդ քայլը որը պետք է լինի, որի մասին պարբերաբար խոսել ենք։ Հաջորդ քայլը պետք է արդեն ի հայտ կա անհրաժեշտությունը, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպի Ալիևի հետ եւ արդեն ընդունի այդ ամեն ինչը, բայց մինչեւ ուշադրություն, մինչեւ այսօր դեռ ոչ մի դրական քայլ Ադրբեջանի կողմից մենք չենք տեսել։ Բայց հանկարծ կպարզվի, որ դրական բաներ կա, որտեղ իրանք ամենօրյա խոսակցություն ունեն հեռախոսով եւ այլ, պարզվել է, որ դրական բաներ է սպասում եւ դրա համար պետք է հանդիպեն ու այդ ամեն ինչը ճշտեն։ Ընդհանրապես որ ընդունվել է ղեկավարությունը Էրդողանի, որը որ պետք է ասի գնացեք այդ հարցերը լուծեք։ Հերթական զիջումը Նիկոլ Փաշինյանը պայմանավորվի, բայց հերոսական հաղթանակ ցույց տա։
Այնպես որ դրան էլ կուսումնասիրենք կանրադառնանք անպայման։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ազգային անվտանգության ծառայությունն արդյունավետորեն դիմակայում է բազմաթիվ մարտահրավերների, որոնց առաջ կանգնած է մեր պետությունը, մեր ժողովուրդը։ Բոլոր մարտահրավերները, որոնք կարող էին ապակայունացնել Հայաստանի Հանրապետությունը եւ անվտանգային մարտահրավերներ ստեղծել, մինչ այս պահը հաջողությամբ չեզոքացված է, ասել է Փաշինյանը։ Եթե հիմա նայենք այսպես, որ այդ բոլոր մարտահրավերները չեզոքացված է, դնում ենք մի կողմ ինչ են սարքին, չեզոքացված է, չէ՞։ Ուրեմն պետք չի ձգել այս խոսակցությունները մինչև 2026-ի ընտրություններ։ Չեզոքացրել եք, լավ եք արել։ Դե դաշտը բացա, չէ՞։ Վերջ։ Հիմա նորմալ թող ժողովուրդը գնա իր ընտրությունը կատարի, որտեղ անգամ այսօր շատ-շատերը, որ Նիկոլ Փաշինյանին պաշտպանում են, որտեղ առիթ է, շատ հարմար է, հարձակվել ենք, այս Ռուսաստանի ազդեցությունից անենք, եկել էին, ուզում են հեղաշրջում անեն, տապալեն, ահաբեկիչներ են եւ այլն։ Նախկինները ահաբեկիչ են, մարդասպան են, մերժել եք, քննադատել եք, շատ լավ եք անում։ Մի բան էլ քիչ եք ասել։ Ավելն էլ ես ասեմ, բայց հիմա կոնկրետ ասել, պարզ, դեմը ընտրություններ է։ Դուք Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը կողմ եք, թե չէ։ Այն մյուսների մասին գիտենք։ Մենք չենք ասում նրանք վատը չեն։ Ընդհակառակը ասում ենք ավելի վատն են, եթե չեք ասել։ Բայց դուք այդ ամեն ինչը, որ նրանց դատապետեցիք, հիմա գտնում եք, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը ճիշտ եք համարում, թե չէ։ Դա ասեք ժողովուրդը իմանան։ Թե չէ այնքան հեշտ է, հա ժողովուրդ ջան, բա ինչ անեինք ու չպաշտպանեինք Փաշինյանին, բան էին, հանցագործներն եկել էին, հանցագործներին չքննադատեինք, հա հանցագործներին քննադատեցիք, Փաշինյանն էլ ասեց, հայտարարեց, որ հանցագործները մեկուսացված են։ Դե հիմա դուք կոնկրետ այսօր ասեք, ժողովուրդը իմանա ձեր վերաբերմունքը, որպեսզի իմանա իրական մտահոգություն հայտնողը տարբերի Նիկոլի սազանդարներից, ուրիշ ոչ մի բան չկա։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հատուկ որ ասում է ազգային անվտանգության ծառայությունն ինձ է պատկանում, դրա համար օպերատիվ ինֆորմացիան ամեն օր ասում են, որ նաև հետևում են, թե ում հետ է միտինգից դուրս գալու, ում հետ ինչ գնում։ Այդ էժան խոսակցությունը նաև անելով արժեզրկելով այս կառույցը մի բանի համար էր անում, որպեսզի ժողովուրդն իմանա, որ բոլորին հետևում են։ Ուրիշ դեպքում կարող ասեն, այ մարդ օրենք ես խախտում, ես ինչ ես ան, դա չի հետաքրքրում, որ բոլորը վախենան, որ բոլորին կարող են հետևել։ Եթե այդ մանրակրկիտությամբ հետևում են այն մեկին, կհետևեն նաև քեզ։ Վախեցած ապրեք, հանկարծ չորոշեք, հանդիպեք, համախմբեք, ինչ որ քայլեր անեք, բոլորը թսկողության տակ եք, բոլորին ձայնագրում են։ Սրա համար նույնիսկ արժեզրկելով այս կառույցը։ Եվ իդեպ, ասենք կլնում է, էլի, որ երբ որ խոսում եմ, ասենք ներկայացնում եմ Փաշինյանի արածը, Փաշինյանի սատարողները շատ ծանր են տանում, որ ինչ ես քննադատում եւ այլ եւ այլ։ Ժողովուրդ ջան, եթե դուք չեք ուզում իդ լսեք, դուք կարող եք գնալ Նիկոլ Փաշինյանին լսեք։ Օրը 5 հատ բան է, ստատուս է, չէ՞ գրում։ Գնացեք այդ ստատուսները լսեք, վերջը բանի մասին բաներ գրում, մի բան կհասկանաք բանից, էլի։ Գնացեք լսեք, ով է ձեզ խանգարում։ Այսինքն սա ձեր կամքով չեք լսում։ Չեք լսում ու վերջ։ Հարցը փակվեց։ Բայց խնդիրը որն է, ինչ եք ծանր տան, դուք չեք ուզում, որ ուրիշն էլ լսի։ Իսկ դա էլ պատճառ ունի։ Իմացեք, հարգելիներս, ենթադրենք մարդը իր ուղեղը նիկոլոտվել է, այսինքն ախտահարվել է, հասկանում եք։ Ինքը ասում է, մեռնեմ էլ պիտի Փաշինյանին ընտրեմ։ Լավ, նա անհույս է, մենք հասկացանք։ Ես ուղղակի ուրիշ բան եմ ասում։ Ամեն մարդու դատավորը այն շենքում նստած չի, իր խիղճն է։ Համանենք դա էլ չունեք, որովհետեւ եթե նիկոլոտվել եք, էլ ինչ խիղճ։ Այնա գցել եք Նիկոլի ոտերի տակ։ Բա դատախազնով է, ձեր երեխաները։ Ձեր երեխան վաղը կանգնելու ասի, հարգելի ծնող կամ անհարգելի ծնող։ Դու իմ մայր Հայաստանը, որը մայր հայրենիք է։ Մայր հայրենիք, այսինքն եւ մայրը եւ հայր իրար հետ միասնական։ Դու էլ հերում երեք, հարգելի իմ ծնողներ, անհարգելի ծնողներ։ Դուք, որ իմ երկիրը թուրքի տակ էին տանում, ինչով էիք զբաղված։ Ինչ եք պատասխանելու։ Պետք է ասեք մենք փոքր մարդ էինք։ Ինչ կարող էինք անել։ Բա որ փոքր մարդ էիք, ինչի գնացիք մեծ մարդկանց լսեիք, ինչի գնացիք փոքրներով հավաքվեցիք, ձեր մեջի փոքրին տարակ նստացրեցիք մեծ աթոռին, որ մեր երկիրը տա Թուրքիային։ Դուք իմ առաջ չեք պատասխան տալու։ Այդ հետո պատասխանը ոչ է դատարանի առաջ եք տալու։ Ձեր երեխեքի առաջ եք տալու, որոնք պետք է ասեն, ասա փոքր մարդ։ Ինչի է այդպես վարվում։
Բայց դուք ուզում եք ասեք, բա ինչ անեինք, մենք անգրագետ մարդիկ ենք, շատ էինք հասկանում։ Թող ասեին, որ դա սխալ է, մենք էլ հասկանայինք։ Այ դրա համար չեք ուզում, որ ասողներն ասեն։ Թե չասողից ասելով հեղափոխություն չի լինում։ Դուք չեք ուզում, որ վաղը դուք արդեն գիտեք, որ արդարանաք, որ ասեք, բալաջան, դե մենք չէինք հասկանում, մեկը չկար, որ մեզ գլխի գցեր, որ այս Նիկոլը տանում է մեզ թուրքի տակ է կողում։ Առավոտից իրիգու հիմա դրած ասում եք, երբ որ Ադանայում կոտորում էին կամ էսիշ տեղը կոտորում էին, Ստամբուլում նստած սուրճ էին խմում, որտեղ պետները չէր։ Նկարագրում եք, որ այդ մթնոլորտում այսպես էին ապրում, մեկի պետքը չէր։ Հիմա անպայման պետք է Ադանան նկարագրեք, անպայման պետք է, չգիտես, որը նկարագրեք կամ Ստամբուլի սուրճը նկարագրեք, որ հասկանա։ Ինչը մեր այդ նույն բանը չի կատարվում։ Այս ինֆորմացիայի դարում 21-րդ դարում նույն բանը չի կատարվում։ Որ մեկը մտահոգությունն է ասում, մեկն ասում է սուս մնա մի խոսա, որտեղ մենք որոշել ենք Նիկոլ Փաշինյանի կողքը կանգնենք։ Դրա պատասխանը դուք տալու եք, ես ինչ, չգիտեմ քանի տարի հետո եք պատասխանը տալու, ես չգիտեմ, այսօր կամ եկուտ չկամ։ Ինձ համար չի, ինձ խնդիրը, դուք ձեր երեխեքի առաջ եք պատասխանը։ Նորմալ մարդ ես, քո երեխան քեզանից առաջ է անցնում, ինքը դառնում է շատ ավելի լավը։ Իսկ եթե դու կիսասրիկա ես, քո երեխան դառնում է կազմակերպված, կարգավորված սրիկա, լիարժեք սրիկա։ Հետո չասես այս երեխեն ում ակցե, քեզ ակցելուն պետք է գցեր։ Եթե մեկը ասում է բալաջան, պապային չնեղացնես, հոգնած եկել է տուն էլի, մի խոսացնի էլի շատ լարված ասում է, բա ինչ է եղել հոգնածը։ Այն մինչև սրա այդ մեկի վրա գործ սարքեց, տեղը հասավ։ Էլ վազում էր դատավորի մոտ, էլ վազում էր դատախազի մոտ։ Այն գիշն էլ րոպեն մեկ SMS էր ուղարկում, կյանքը կերավ մեր պապայի։ Այդ երեխեն լսում է, ջանը ցավում է պապայի համար, բայց հələ ու պապան մի հատ իրան դիտողություն անի, ասի ես բանը վատ ես անում, կասի քեզանից վատ եմ անում։ Ցանկացած դեռահաս սովորություն ունի մանավանդ, որ հակադրվի ծնողների հետ։ Իսկ եթե ծնողը կիսասրիկա էլ եղավ, ինքը լիարժեք սրիկա է դառնալ ու այդ ծնողը չի գալու նրա վրա խոսա։ Այնպես որ Ժորժ ջան, պատասխանը կստանաք, երբ որ ասում են դուք ձեր արածի պատասխանը ստանալու եք վաղը, դա դատարանի մասին չի խոսքը, դատարանի մասին հատուկենտն են ստանալու։ Շարքային մարդն էլ իր պատասխանը ստանալու է իր երեխաների գնահատականով։ Այնպես որ խելք հավաքեք, իմացեք ինչա կատարվում։ Եվ մեկ էլ ուզում եմ որ մի բան էլ ասեմ, հետո շատ թեմաներ ունենք, հանկարծ բաց չթողեմ։ Շատ դեպքեր եմ, երբ որ ուզում եք ասեք, բա դրսում սենց իրանց պետքը չի, շատ եք ուզում անհանգիստ եկեք Հայաստան եւ այլ։ Վիճակագրությունը շատ դաժան բան է, Ժողովուրդ ջան, ձեր կարգի մարդկանց համար։ YouTube-ը Ամերիկայում գրանցված կազմակերպություն է, Հայաստանը այդ որևէ առնչություն չունի։ Վիճակագրությունը տալիս է, չէ՞։ Այս բոլոր դիտումները որ կա, առաջի տեղում, դա տեղեկանքը տալիս է։ Այս վերջի 28 օրվա մեջ ենթադրենք որ երկրից են նայել ամենից շատը, տոկոսային բաժանացա։ Առաջի տեղում Հայաստանն է, երկրորդը Միացյալ Նահանգները, երրորդը Ռուսաստանը, հետո գալիս է Չեխիա, Ֆրանսիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Դանիա, Վրաստան, Իսպանիա։ Դե Վրաստանում հասկանալի է, մեր համայնքը մեծ է, նրանք կարող ասենք ըլնի այդ ցուցակի մեջ։ Եվրոպական երկրներ են հիմնականում ու Ամերիկա, բարեկեցիկ ապրող երկրներ, բարեկեցիկ երկրներում ապրող մեր հայրենակիցներն են։ Ոչ իրանց խնդիրները լուծած է, ժողովրդավար, բարեկեցիկ, անվտանգ երկրներում, բան չեն իրանց ժամանակի 42 րոպե նորվա մեջ ծախսում ինձ լսում։ Դրա պատասխանը կարաք տակ։ Բա իրանք անտարբեր են, իրանք գնացել են, Հայաստանը մոռացել են, բան չեն լսում։ Ունեք դրա պատասխանը։ Ես գիտեմ, ես լիդեմ ու լսում եմ, իրանց ամենօրյա ինֆորմացիան էլ ունեմ, իրանց զանգերն ու իրանց գրած նամակներն էլ գիտեմ, բայց նաև վիճակագրություն կա դաժան, որ կարամ հանեմ ցույց տամ։ Ցանկացածին, որ ասի չեմ հավատում։ Բան չէ, ես հայերեն եմ խոսում, կարաք ասեք, իսպանացին իսկ պետք է լսեր, թե ֆրանսիացին։ Պարզ չի, որ մեր հայրենակիցներն են լսողները, որ հասկանան Հայաստանում ինչա կատարվում։ Լավ, անցնենք ուրիշ իրադարձությունների։ Իրանի արտգործնախարարի մամուլի խոսնակ, արտգործնախարարության մամուլի խոսնակ Էսմայել Բաղային անդրադարձել է իսլամական համագործակցության կազմակերպության հայտարարության մեջ Հայաստանի դեմ ընդունված կետերի։
Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունները կարող են կոլեկտիվ փաստաթղթերում բարձրացնել հարցեր, որոնք չեն արտացոլում առանձին անդամ պետությունների դիրքորոշումը։ Մենք միշտ աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությանը։ Հարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունը մեզ համար կարևոր են։ Մենք լավ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ։ Միևնույն ժամանակ մենք նություն չենք տալիս այդ կոնկրետ կետում հասկացությունների եւ բառերի օգտագործմանը։ Մենք կարծում ենք, որ այդ բառերի օգտագործումը բացարձակապես տեղին չէ, ասել է Բաղային։ Հիմա մի հատ Բաղային բացատրենք, թե ինչա կատարվում։ Երբ որ Իսլամական համագործակցության կազմակերպությունը 57 անդամով հավաքվեց Ստամբուլում եւ ընդունեց մի հատ Ստամբուլի հռչակագիր եւ 5 հատ էլ կետ ընդունեց Ադրբեջանի առաջարկությամբ Հայաստանին դատապարտող, այդ ժամանակ դուք մեզ չասեցիք, որ այդ կազմակերպության ժամանակ դուք պաշտպանել եք Հայաստանի շահերը, դուք առարկությամբ հանդես եք եկել, դուք գնացել եք նրանց հետ համաձայնվել եք, եկել եք ստեղել մեր հետ եք համաձայնվում։ Մեռանք ասելով ցույց տվեք մի հատ ելույթ, որ դուք ունեցել եք Ստամբուլում եւ ասել եք մենք այս կետերի հետ համաձայն չենք։ Այս ինչ եք ասում մեր եղբայր Հայաստանի հետ կապված։ Սա է ձեր պաշտպանելը, որ ասում եք Հայաստանը տարածքը կարմիր գիծ է։ Էսա ձեր կարմիր գիծը, հա։ Ստամբուլում դատապարտում եք Հայաստանին, գալիս եք Երևանում, պաշտպանում եք կամ Թեհրանում պաշտպանում եք Հայաստանին։ Մենք ո՞ր մեկին հավատանք։ Կամ ով է ձեզ խանգարում, բերանները փակել էին, ելույթ ունենայիք, ասեիք մենք չենք միանում այդ հայտարարությանը, որևէ տեղ ցույց կտաք մի արձանագրություն, որ Հայաստանին դատապարտող փաստաթղթին դուք կողմ չեք քվեարկել։ Կամ առարկությամբ հանդես եկեք, եթե քվեարկության խնդիր չի։ Դրա համար այս ամեն ինչը պետք է իմանալ, որտեղ իրանք հասկացան, թե ինչ են արել։ Հայաստանը պաշտպանում է մեկին, որը մեզ դատապարտում է։ Մեկ էլ ասում են նեղորը դուք մեր կողքին եք, բա դուք ում կողքին եք։ Հիմա որ հասկացել են ինչ են արել, Հայաստանի որոշում են Հայաստանի խաթրն առնեն։ Բա մենք ոնց կարայինք դրան համաձայնել, բա ձեն հանեիք։ Հիմա ոնց եք ձեն հանում, են վաղ ձեն հանեիք։ Սա ասում եմ նաև նրանց համար, ովքեր հանկարծ չասեն, բա տեսակ որ իրանք համաձայն չէին, որ համաձայն չէին, Թեհրանում խոսալուց։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայել Բաղային լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե արդյոք Իսրայելն օգտագործել է Ադրբեջանի տարածքը Իրանի վրա անօդաչու թռչող սարքեր արձակելու համար։ Մեզ հավաստիացրել են, որ նման թույլտվություն չի եղել, ընդգծել է արտգործնախարարության խոսնակը։ Առանց բացառության բոլոր հարևան երկրները մեզ հավաստիացրել են, որ ոչ մի պարագայում թույլ չեն տա Իսրայելին իրենց օդային ու ցամաքային տարածքն օգտագործել Իրանի դեմ ագրեսիվ գործողությունների համար։ Տարբեր զեկույցներում արձանագրված դեպքերը քննարկվել են համապատասխան երկրների հետ եւ մենք լսել ենք բացատրությունները։ Ուզում եմ վստահաբար հայտարարել, որ մեր կողմից արծարծված բոլոր հարցերը կտրականապես հերկվել են, հայտարարել է Բաղային։ Այսինքն իրանք հարցը բարձրացրեցին, որ Ադրբեջանի տարածքից խփել են Իրանին, Ադրբեջանը հերքեց, իրանք չկարողացան ապացույց բերեն, հիմնավորում են ընդունում Ադրբեջանի ասածը, որ եթե Ադրբեջանն ասում է հիմնավորը, բայց ինչ էիք դրել բաներ անում։ Ադրբեջանն էլ առիթն օգտագործեց, որ քննադատի Իրանին, որտես դու հերիք չես սխալ ասում, հիմա էլ Հայաստանին պաշտպանում ես, արևմտյան Ադրբեջան եզրույթն չես ընդունում։ Նենց որ Իրանի հետ կապված քայլերը լավ ուսումնասիրենք, որտեղ մենք դրա հետ կապված մի հատ արդեն սխալվել ենք։ Հերթով այս սխալները չշարունակենք։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Ռավանչին հայտարարել է, ԱՄՆ միջնորդների միջոցով Իրանին փոխանցել է, որ ցանկանում է վերադառնալ բանակցություններին, սակայն հստակ չի ներկայացել իր դիրքորոշումը բանակցությունների ընթացքում հարձակումների շարունակական հարցի վերաբերյալ։ ԱՄՆ-ն պետք է բացառի Իրանի դեմ հետագա հարվածները, եթե ցանկանում է վերսկսել դիվանագիտական ջանքերը, նշել է փոխնախարարը։ Նա նաև հայտարարել է, որ Իրանը կպնդի խաղաղ նպատակները ուրան հարստացնելու հնարավորության վրա եւ հերքել է հրապարակումները, թե իր երկիրը գաղտնի ձգտում է միջուկային ռումբ ստեղծել։ Փոխնախարարի խոսքով Իրանին արգելվել է միջուկային նյութերի մատչելիությունը իր հետազոտական ծրագրի համար։ Ուստի նա ստիպված է ինքնուրույն գործել։ Ես այն չի համար եմ ասում, այսինքն այդ առճակատումը շարունակվում է։ Իսկ մենք դիրքավորվել ենք Իրանի կողմը։ Առճակատումը շարունակում է, հետև Ամերիկան ասում է էլի կխփեմ, Իրանն էլ ասում է ես մեկը հարստացնելու եմ։ Հարստացման մակարդակը կարելի է քննարկել, ծավալները կարելի է քննարկել, բայց ասել դուք չպետք է հարստացնեք ուրան, որ պետք է ունենաք զորոյական հարստացում, իսկ եթե համաձայն չեք, մենք ձեզ
կռմբակոծենք, սա ջունգլիների օրենք է, ասել է փոխնախարարը։ Հիմա հասկացանք սա։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները, եթե Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ Եթե նրանք կարողանան խաղաղ լինել եւ ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները, ասել է Տրամպը։ ԱՄՆ նախագահի խոսքով Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը շատ կարևոր կլինի։ Միևնույն ժամանակ Տրամպը փաստացի խոստովանել է, որ Իրանն ունի գաղտնի միջուկային օբյեկտ։ Մենք գիտեինք, որ Իրանն ունի բազմաթիվ միջուկային օբյեկտներ, հավանաբար 3 հիմնական գումարած մեկը, ասել է Տրամպը։ Այսինքն ինքը արդեն նաև կամած խոստովանում է, որ ամբողջությամբ չեն վերացրել եւ նրանք կարող է գաղտնի ստեղծել, մագատեին էլ թույլ չեն տալիս ստուգման։ Իդեպ նաև Դոնալդ Տրամպը ասեց, որ նաև մենք բան չունենք անելու Իրանի համար, մենք ինչ որ պետքա ոչնչացրել ենք, այսինքն բան չունենք այդ ուղղությամբ բանակցելու, որ լավ, դե դու մի հարստացնի, մենք էլ դեմը կառնենք։ Այսինքն, այս մթնոլորտը շարունակվում է։ ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է. Իրանն իրավունք ունի հարստացնել ուրանը եւ չի պլանավորում դադարեցնել այդ գործողությունը։ Ուրանի հարստացման գործունեությունն Իրանի անկախտելի իրավունքն է, համաձայն միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի, եւ մենք ցանկանում ենք իրացնել այս իրավունքը։ Կարծում եմ հարստացումը երբեք չի դադարեցվի, հավելել է Ամիր Սաիդ Իրավանին։ Սա էլ նա, որ ինքը ՄԱԿ-ում էլ հայտարարում են, որ Իրանը շարունակելու է։ Այսինքն մեզ համար խնդրեմը, եթե նույնիսկ ռազմական գործողություն չի, դիվանագիտական դաշտում, արտաքին քաղաքական դաշտում, մեզ համար խնդրեմը շարունակում է, որովհետև մենք մեզ դրսևորել ենք որպես կոնֆլիկտի կողմ։ Այդ իսկ պատճառով նաև մեզ այդպես են դիտարկում, մենք պետք է կարողանանք դրա տակից դուրս գանք։ Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը ժամանել է Կիև, քննարկել Ուկրաինայի աջակցության հարցերը Ռուսաստանի հետ պատերազմի պայմաններում։ Ուկրաինայի ազատությունն ու ապագան մեր արտաքին եւ անվտանգության քաղաքականության կարևորագույն խնդիրն է, ասել է նախարարը։ Սա շատ կարևոր է նրա համար, որ մենք գիտենք, որ Գերմանիան հազիվ առիթը ձեռնարկել, ինքը իր շանսը բաց չի թողի զինվելու եւ լուրջ դերակատարություն ստանձնելու, որտեղ եթե ինքը ակտիվ ձևով անվտանգային ուղղությամբ հարցեր արեց, ինքը կգա Ֆրանսիային կտա կանցնի, որտեղ ինքը Ֆրանսիայից ավելի մեծ հնարավորություններ ունի եւ հնայի մակարդակով 1 տրիլիոնից ավել հնան բարձր է, քան Ֆրանսիա եւ բնակչության առումով։ Այսինքն սա խնդիր է, որը ինքը այդ շանսը բաց չի թողնելու, ինչպես տեսնում եք, ամենալավ դրսևորումը շատ ակտիվ ձևով Ուկրաինայի հետ աշխատելն է։ Եվրամիության խորհրդի հայտարարության մեջ ասում է, Եվրամիության խորհուրդը եւս 6 ամսով երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ սահմանափակող միջոցառումները, հաշվի առնելով ՌԴ կողմից Ուկրաինայում իրավիճակն ապակայունացնող շարունակական գործողությունները։ Այս տնտեսական միջոցառումները, որոնք առաջին անգամ դրվել են 2014 թվականին, այսինքն Ղրիմը օկուպացնելու ժամանակ, զգալիորեն ընդլայնվել են 22 թվականի փետրվարին, արդեն երբ որ հարձակվեց Ուկրաինայի փետրվարին, ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացված չհրահրված անհիմն եւ անօրինական ռազմական ագրեսիայի նշված է հայտարարության մեջ։ Սահմանափակումները երկարաձգվում են 6 ամիսը մեկ։ Սա այն տարբերակներ, որ նույնիսկ Հունգարիային համոզեցին, ասին պետք է համաձայնվեց, որ Հունգարիան այս հարցերին փորձում են անդադ վետո դնել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտնել է, որ շատ ուրախ կլինի, եթե դաշնային պաուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը հրաժարական տա։ Ես կցանկանայի տեսնել նրա հրաժարականը, նա զզվելի աշխատանք է կատարել, ասել է Տրամպը։ Դաշնային պաուստային համակարգի ղեկավարին անվանելով հիմար։ Փաուելի պաշտոնավարման ժամկետը լրանում է 26 թվականի մայիսին եւ սպասվում է, որ Տրամպը հաջորդ ամիսներին կնշանակի նրա իրավահաջորդին։ Այս պաշտոնը շատ լուրջ պաշտոն է եւ ոչ թե մենակ Ամերիկայի համար, պատահից չի, որ նա անունը շատ հոլովեն։ Նա անգամ աշխարհի համար շատ լուրջ պաշտոն է եւ բավական անկախ պաշտոն է Ամերիկայի Միացյալ Նահանգ կապ չունի ով է նշանակում։ Ֆեդերալ ռեզերվի հետ կապված նման անհարգալից խոսքը պատիվ չի վերում ԱՄՆ նախագահին։ Ամերիկայի այդ տրամաչափի պաշտոնային հիմար ասել է կոմենկոմ, դրանից ինքը ավելի մեծ չի երևում։ Բոլորը գիտեն, որ ինքը Ամերիկայի նախագահն է։ Ինքը ամեն նման բանի դեպքում ինքը իր կշիռը իջեցնում է։ Զարմանալի է, որ նույնիսկ ասենք այն ինչ որ վերաբերում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1%-ով իջացնելու, վերաֆինանսավորման տոկոսադրույքը շատ գործոններով է պայմանավորված, որ սենց աչքաչափով ասես, չէ դու պետք է իջացնես, եթե չես իջացնում, հիմար ես, հրաժարական տուր, մյուսին կդնենք կանի։ Դա այդպես չի, հաստատ
առավել ևս շատ ծանր խնդիրների մեջ նաև Տրամպն է ներքաշել Ամերիկան, դեռ այդ ամեն ինչը պետք է Մարսեն նոր քայլեր անեն, էլի։ Կանադան կասեցրել է ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններին ուղղված թվային ծառայությունների մաքսը այն ուժի մեջ մտնելուց ընդամենը մի քանի ժամ անց։ Այս քայլը ըստ Կանադայի ֆինանսների նախարարության հայտարարության միտված է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների առաջ մղմանը։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում են վերսկսել առևտրային բանակցությունները, նպատակ ունենալ մինչեւ հուլիսի 21-ը հասնել համաձայնության։ Իդեպ շատ կարեւոր է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Կանադայի հետ կա համաձայնության, կապ չունի ոնց կգան համաձայնության, թեպետ նախկին այդ վստահությունը չի վերականգնվի, դեռ այդ անվստահությունը կմնա, Կանադան իրան շատ հարցերով վիրավորված է ազգում, մի պետություն, որը ինքը ուղղակի օրգանապես իրան պատկերացնում էր Ամերիկայի մաս, ընդհանրապես չէր պատկերացնում Իրան առանց Ամերիկայի, բայց սկսեց պաշտպանվել, իր իրավունքները պաշտպանել, հակադրվել եւ այլ, որովհետեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը աշխարհում խաղաղություն է տարածում եւ փորձում է պատերազմներ կանխել, հակամարտություններ կարգավորել, ազդեցության խնդիր լուծել, իր հարևանի հետ, որի հետ բացարձակ խնդիր չուներ, այդ հարևանի հետ ինքը խնդիրը ստեղծեց ու չկարողանալ լուծի, ինչքան ուզում ես ցույց տու, որ Կանադան է մեղավոր, դա չի օգնելու։ Եթե Կանադայի այդ հարցը չլուծեցիր, առաջի հարվածը գալիս է հենց Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծ ուժեղը ինքն է։ Դրա համար հուսով եմ, որ այդ հարցում համաձայնության կգան։ Այնպես որ ժողովուրդ ջան, նաև ես որ ասում եմ Նիկոլ Փաշինյանի հետ կապված, դա էլ կարճ ասեմ, այն որ մարդիկ լծվել են փողոց եւ Նիկոլ Փաշինյանին ընտրել են, դա նորմալ է, որովհետեւ այն ժամանակ այնքան էին զզված նախկինից, ամբողջ աշխարհի հայության համար տոնակատարություն էր, տոնախմբություն է։ Եթե ես նույնիսկ չեմ մասնակցել, ես ինքս դրական եմ համարել այդ փոփոխությունը, այնպես որ դրա մասին չի խոսքը։ 18 թվականի Փաշինյանին ընտրողը կարող էր ընտրել եւ ազնիվ լներ, իրան խաբել են ուղակի, բայց 25 թվականին, երբ որ դու ընտրում ես, դա արդեն ուրիշ խնդիր է։ Տենց որ նայես 98 թվականին էլ ժողովուրդ ջան, շատերը կային, որ Ռոբերտ Քոչարյանն էին պաշտպանում, որտեղ նա գալիս էր Արցախի հարցը լուծեր, Լևոն Տեր-Պետրոսյանը պարտուղական քաղաքականություններ բերեց, Քոչարյանն եկավ լուծի, անգամ մի կողմ դրեցին կեղծ տեղեկանքը, Վազգեն Սարգսյանն էր պաշտպանում, երկրապահներ պաշտպանում, ՀՀՇ-ն էր հիմնական մասը Քոչարյանի կողմից, դե պարզ է, հիմնական մարդը ոնց կարա Դեմիրճյանին թողել ուրիշին ընտրել, դա իմ մասին չի խոսքը, ես ուզում եմ ասեմ, անգամ այդ ժամանակ կային մարդիկ, ովքեր ազնվորեն ասում էին, Բաղարաբաղի հարցը լուծում, ոնց կողքը չկանգնեինք, բայց դրանից հետո եղել է հոկտեմբերի 27, եղել է մարտի 1, եղել է ապրիլի 12, այսինքն 25 թվականի Քոչարյանին պաշտպանողին ենք մեղադրում։ Ասում ենք լավ 98-ին խաբվել էիր, հիմա էլ ես խաբված, չէ ժողովուրդ ջան։ Նույնն էլ ասում ենք 2018-ին խաբվել էիր, ընդունում եմ, հիմա էլ ես խաբված։ Այսօր 25 թվականի Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի պաշտպանողները նույն արժեհամակարգի կրող են, այսինքն արժեհամակարգ չունեն։ Ժողովուրդ ջան, ոչ մի արդարացում դրան չկա։ Այն ժամանակը ես ընդունում եմ, հիմա չեմ ընդունում։ Այնպես որ իմանաք, իրանք ուղակի ամեն մեկն ուզում է իր մոդի կլինի, որևէ ոչ գաղափարի, ոչ արժեհամակարգի խնդիր չկա։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։